Իսկ դու գիտեք, թե ինչ է slow food-ը, դանդաղ սնունդը, եւ ինչպես է այն ունակ երկարացնել մեր կյանքը։ Մեկը լինի ինձ ասի այս ամեն ինչը։ Հիմքում ընկած է սննդի դանդաղ, գիտակցված ընդունումը երկար ծամելով։ Շարժումը սկսվել է 1986 թվականին Հռոմում, երբ մեծ քանակի մարդիկ դուրս էին եկել եւ բողոքում էին Մակդոնալդսի բացման դեմ հենց իսպանական սանդուղքի շրջակայքում։ Դանդաղ սնվելը հստակ ներդրում է ձեր երկարակեցության մեջ։ Դանդաղ ուտող մարդիկ 42%-ով ավելի քիչ են տառապում ավել քաշի խնդրից։ Դանդաղ ուտելով հնարավոր է իջեցնել մարմնի զանգվածի ինդեքսը միջինում 2.5 կետով տարվա ընթացքում։ Դանդաղ եւ գիտակցված սնվելու դեպքում դիաբետի ռիսկը նվազում է 29%-ով եւ 58%-ով նվազում է ստամոքսաղիքային խնդիրների ռիսկը։ Իտալիայում եւ Ֆրանսիայում, որտեղ վաղուց կա դանդաղ ուտելու մշակույթ, ավելի քիչ է ավել քաշի խնդիրը, քան այլ երկրներում 60%-ով։ Եթե ձեզ մոտ է այս փիլիսոփայությունը, սկսեք փոքր քայլերից։ Շաբաթական 1-2 անգամ փորձեք դանդաղ սնվել։ Մի կողմ դրեք գadgetները, հեռախոսները եւ վայելեք ձեր սնունդը, ուշադրություն դարձնելով համային հատկանիշներին եւ վայելելով ամեն կտորը։ Իսկ դու գիտեք, թե ինչ է slow food-ը, դանդաղ սնունդը եւ ինչպես է այն ունակ երկարացնել մեր կյանքը։ Մեկը լինի ինձ ասի այս ամեն ինչը։ Հիմքում ընկած է սննդի դանդաղ, գիտակցված ընդունումը երկար ծամելով։ Շարժումը սկսվել է 1986 թվականին Հռոմում, երբ մեծ քանակի մարդիկ դուրս էին եկել եւ բողոքում էին Մակդոնալդսի բացման դեմ հենց իսպանական սանդուղքի շրջակայքում։ Դանդաղ սնվելը հստակ ներդրում է ձեր երկարակեցության մեջ։ Դանդաղ ուտող մարդիկ 42%-ով ավելի քիչ են տառապում ավել քաշի խնդրից։ Դանդաղ ուտելով հնարավոր է իջեցնել մարմնի զանգվածի ինդեքսը միջինում 2.5 կետով տարվա ընթացքում։ Դանդաղ եւ գիտակցված սնվելու դեպքում դիաբետի ռիսկը նվազում է 29%-ով եւ 58%-ով նվազում է ստամոքսաղիքային խնդիրների ռիսկը։ Իտալիայում եւ Ֆրանսիայում, որտեղ վաղուց կա դանդաղ ուտելու մշակույթ, ավելի քիչ է ավել քաշի խնդիրը, քան այլ երկրներում 60%-ով։ Եթե ձեզ մոտ է այս փիլիսոփայությունը, սկսեք փոքր քայլերից։ Շաբաթական 1-2 անգամ փորձեք դանդաղ սնվել։ Մի կողմ դրեք գadgetները, հեռախոսները եւ վայելեք ձեր սնունդը, ուշադրություն դարձնելով համային հատկանիշներին եւ վայելելով ամեն կտորը։